Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում ջերմորեն հանդիպեցին հերթապահություն իրականացնող հայոց բանակի զինծառայողները և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքի Կրասնի կամավորական ջոկատի անդամները, ովքեր այս տարվա ապրիլի 6-ից 25-ը համատեղ մարտական հերթապահություն են իրականացրել նույն դիրքերում։ Կրասնի ջոկատի տղաների նախաձեռնությամբ հանդիպման վայրում տեղադրվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու դեմ մղված հերոսամարտում զոհված հայոց բանակի հերոս զինվորներ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Քյարամ Սոլոյանի հիշատակն հավերժացնող հուշաքարի և խաչը, որն օրհնվեց ձեռամբ Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու և տարածքի համայնքների հոգևոր հովիվ Տեր Բարսեղ քահանա Անդրեանի ձեռամբ։ Մեր մեջ երթում տվեցինք, որ այդ հերոսների համար դնենք մի հատ խաչ և մի հատ քար։ Հուշաքարն ու խաչը տեղադրվեց սահմանապահ դիրքում կառուցված մատուռի կողքին Կրասնի ջոկատի անդամների և մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողների համատեղ ուժերով։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Մարտակերտի գնդի հրամանատարը, ապրիլյան քարոզարիայում նույն հենակետում մարտական հերթապահություն իրականացրած Ճամբարակի Կրասնի կամավորական ջոկատի անդամները, մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք խրախուսվեցին Երկրապահ կամավորականների միության նախագահի պատվոգրով։ Սա սրբավայր է բոլորի համար և մեր համար որպես ծնողներ, և զինվորների համար, և հրամանատարության համար, և կամավորականների համար։ Տղաները իրոք հերոսներ են բոլորը, Արմենակը, Ռոբերտը, Քյարամը, Անդրանիկս, ովքեր հերոսաբար իրենց կյանքի գնով պահեցին մարտական դիրքը և փակեցին դրանով նաև փակեցին դեպի Մարտակերտ տանող դուռը։ Հավաքվածները պարտավորվեցին տարին մեկ անգամ նույն օրը հավաքվել նույն վայրում ուխտի։ Քյարամի փոքր ախպերն է, պետք է գա ստե ծառայի, այս պոստը պետք է ինքն էլի պահի 2 տարի։ Այդ ես խոսք եմ տալը, խարգեմ նույն չաստան, նույն պոստը, նույն կռավատի վրան ինքը պետք է քնի։ Ճամբարակի տարածքի Կրասնի ջոկատի տղաները ապրիլ-մայիս ամիսներին մարտական հերթապահություն են իրականացրել նաև Ջաբրահիլի պաշտպանական դիրքերում և որոշել են առաջիկայում նմանատիպ միջոցառում իրականացնել նաև այդ վայրում։ Հասմիկ Շահբազյան, Առաջին ալիք։